լավագույն իրավաբան Էդգար Ղազարյանը, համեցեք, ելույթի հերթը ձերն է։ Բանավեճի գնացեք իրար հետ, Ալեքսյանի հետ գնացեք բանավեճի, պարոն Ղազարյան, համեցեք։ Վերջ էլ չեմ թողելու օրակարգից շեղում։ Հաջորդը ելույթ ունենալու Հարություն Մնացականյանը, հիմա Էդգար Ղազարյանը։ Էդգար Ղազարյանը նախ իր մասնագիտական տարբեր ուղղությունների եւ փորձագիտական գործունեության համար ձեր գնահատականների կարիքը բացարձակապես չունի։ Ես ամեն դեպքում տվեցի։ Մի խանգարեք։ Պարոն Ղազարյան, այսօր չփորձվեք դուք ինձ որևէ բան ասեք։ Հիմա ունեցեք ձեր ելույթը։ Առաջարկում եմ ձեզ նախ հետ։ Ունեցեք ձեր ելույթը, եթե չեք ունենում, դադարացրեք ուրեմն։ Ելույթը ձեր ունեցեք կամ լքեք ամբիոն։ Խանգարում եք հիմա ինձ։ Ելույթը ունեցեք կամ լքեք ամբիոն։ Վերականգնեք ժամանակը։ Ես կասեմ ինչ անել, ունեցեք ձեր ելույթը։ Տիկին Գալյան, ես կոչ եմ անում հետ կանչել այս նախագիծը, որովհետև նման կարևոր նախագիծը նման շփթփ ռեժիմում կարծում եմ որ չարժի քննարկել։ Առավել ևս դուք ներկայացրել եք նախագիծ, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին եւ գործունեությանը, բայց կառուցվածքային ըստ ոչ մի փոփոխություն չեք առաջարկում, ընդամենը նախարարությունների անվանումների փոփոխություն է, որի հիմնավորումները դուք փաստացի չեք կարողանում ներկայացնել։ Որովհետև երբ որ ասում եք արտաքին գործերի նախարարություն ամբողջ աշխարհում գրեթե տենց երկիր չկա, որ չունենա։ Պետք է անվանումները իդենտիկ լինեն տարբեր երկրների հետ։ Դուք մի քանի երկրի անվանում թվարկեցիք, բայց աշխարհի երկրների մեծ մասում այդ նախարարությունը հենց կոչվում է արտաքին գործերի նախարարություն։ Եվ միայն այն բանի համար, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կինը Տիկին Գոհար Աբաջյանը նաև Enterprise Armenia ընկերության ղեկավարն է հիմնադրամի, դա կարծում եմ ոչ բավարար հիմնավորում է, որ մեր արտաքին գործերի նախարարությունը կոչվի նաև արտաքին առևտրի նախարարություն։ Վարչապետը եւ կառավարությունը իրենք են նախարարությունի միջև լիազորությունների բաշխում իրականացնում։ Հետևաբար առանց նախարարությունների անվանման փոփոխության հնարավոր էր կառավարության կողմից նախարարությունների կանոնադրությունները հաստատելով կամ աշխատանքի բաժանումով այդ խնդիրը լուծել։ Իսկ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կարալի ընդամենը 3 նախարարություն՝ Ադրբեջանի շահերի նախարարություն, ԱՇՆ, Թուրքիայի շահերի նախարարություն, ԹՇՆ եւ հայերին պատժելու նախարարություն, ՀՊՆ։ Վերահաստատում եմ իմ գնահատականը պարոն Ղազարյանի մասին, Հարություն Մնացականյան նախապատրաստվի Հայկ Կոնջորյանը։ Ողջույն ձեզ, էլի ես օրակարգից եմ խոսալու, բայց այնքան ամեն ինչ խառնվեց իրար, ոնց որ լրիվ թեմայից դուրս լինեմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, կրկնում եմ վերստին, վերաբացեք գյուղատնտեսության նախարարությունը։ Վիճակագրական տվյալներն եկավ, ինչպես տեսանք, 15% անկում է գրանցել գյուղատնտեսության ոլորտը։ Ես ստիպված գրի եմ առել, չէ, պարտադիր, պետք է որոշակի տրամաբանությամբ գործողություններ, ներդրումներ, որովհետև այս հարցով լուծում է պարենային անվտանգության խնդիր, լինի դա տնտեսապես ձեռնտու, թե չէ։ Տնտեսապես ձեռնտու չլինելը դուրս է էկոնոմիկայի նախարարության տրամաբանությունից։ Հիմա դուք արտաքին առևտուրը ոնց հասկացա կիսել եք երկու նախարարության մեջ։ Ոնց հասկացա արտաքին առևտուրը մտնում է նաև էլի խառնեցի իրար, ոչ ԱԳՆ-ի մեջ եւ էկոնոմիկայի նախարարության մեջ։ Ես չգիտեմ ինքը ինչքանով է տրամաբանված եւ ներդաշնակ լինելու իրար հետ, ինչպես են իրար հետ փոխգործակցելու, բայց թեկուզ այս պարագայում ավելի իդենտիկ է, քան գյուղատնտեսության ոլորտը էկոնոմիկայի մեջ լինելը։ Գյուղում խնդիրները շատ են, ու այդ խնդիրների մի ստվար զանգված դուրս է էկոնոմիկայի նախարարության տիրույթից։ Անգամ տարածքային կառավարության ոլորտը, որը շատ ավելի մոտ է, քան էկոնոմիկան, ավելի մոտ է գյուղատնտեսությանը, քան էկոնոմիկայի նախարարությունը։ Ջրային պաշարներ, վարելահողեր եւ այլ բազմաթիվ խնդիրներ։ Խնդրում եմ վերաբացեք գյուղատնտեսության նախարարությունը։ Դա խիստ անհրաժեշտ է։ Շնորհակալություն օրակարգային հարցի քննարկման համար։ Հայկ Կոնջորյան նախապատրաստվի Արամ Վարդևանյանը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը եւ ես իհարկե կմնամ օրակարգային հարցի քննարկման սահմաններում եւ ուզում եմ մի հատ հետաքրքրվել ուժեղ Հայաստանի մեր գործընկերներից, հարգելի գործընկերներ,
Ինձ թվում էր, որ այս հարցի քննարկման ժամանակ դուք առնվազն պետք է մի կարևոր առաջարկությամբ հանդես գայիք, որի շուրջ մինչև հիմա հանդես չեք եկել։ Ձեր նախընտրանքական կարևորագույն պլատֆորմներից մեկը, որը հայտարարել էր ձեր, հիշեցնեմ, որ դուք դիրքավորվել եք որպես ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական ուժ, եւ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մինչև այս պահը ոչ մեկը չի առաջարկել ձեր կողմից նախաձեռնվող սեքսի նախարարության ստեղծման մասին։ Ինչ կա չկա, պարոն Կարապետյան։ Լավ։ Ես կարծում եմ, ես ակնկալում եմ, որ դուք խմբակցության անունից ելույթի ժամանակ անպայման մենք 3 ժամյա ռեժիմ ունենք առաջարկների համար, որպես ազգային արժեքների պաշտպանությամբ հանդես եկող ուժ կներկայացնեք ձեր քաղաքական կարևորագույն ինտելեկտուալ նվաճմանը համարժեք սեքսի նախարարության ստեղծման առաջարկը եւ ի վերջո նաեւ ձեր ընտրողները պիտի տեսնեն, չէ՞ որ դուք հետևողական եք։ Հետևողականության հետ կապված մենք այստեղ խնդիրներ ենք տեսնում։ Եվ քանի որ ժամանակը քիչ է, հարգելի գործընկերներ, ես չեմ հասկանում, որն է ձեր կռիվը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի հետ։ Բա խաղաղություն ունեցող երկրների արտաքին գործերը միջազգային առևտուրն է։ Թե դուք բան եք անում, մտածում եք, որ պետք է մեր արտաքին գործերը միշտ լինեն մաքարման նախարարությունը, արտաքին գործերի եւ նահատակության նախարարություն։ Եվ ասենք մեր բաններ պիկնել նվաճումը դիվանագիտական ասենք բան։ Մոնտեվիդեոյում բացվեց հերթական խաչքարը նվիրված ցեղասպանության այսինչ տարելիցին։ Օ, դիվանագիտական մեծագույն հաղթանակ։ Սենց է եղել 30 տարի, հիմա ունենք խաղաղություն, պիտի նաև դիվանագիտական աշխատանքը նաև առևտրին բերի։ Ժամանակս ավարտվեց, խնդրում եմ կարձագանքեք իմ ուրեմն խոսքին եւ ձեր առաջարկը կներկայացրեք։ Արամ Վարդևանյան, որը նաև ելույթ կունենա խմբակցության անունից, հետեւաբար 4 րոպե։ Հարգելի գործընկերներ, մի քանի ելույթ է մնացել, եթե դեմ չեք, ընդմիջման չգնանք, միանգամից ավարտենք, քվեարկենք։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մենք դեռևս գտնվում ենք ազգային ժողովի առաջին նստաշրջանի փուլում։ Այսինքն նշված փուլը, որտեղ ազգային ժողովի ձևավորումներ իրականացում դեռևս չի ավարտվել։ Հետաքրքիր մի հանգամանք։ Պատկերացրեք ազգային ժողովի ձևավորման իսկ փուլում կառավարությունը ներկայացրեց կառուցվածքի վերաբերյալ իր առաջարկը։ Այդ կառուցվածքը ուղղված է ինչին։ Ենթադրաբար իրենց իսկ կողմից մշակած ծրագրի ապահովմանը, կառավարության ծրագրի։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Դուք նկատեցիք վերջին օրերին արդեն կառավարության ծրագիրը քննարկվեց ազգային ժողովում։ Շատ հետաքրքիր կլիներ, որ արդարադատության նախարարը իր խոսքը ներկայացնելու ընթացքում նախ ներկայացներ պարզաբանում, թե ընդհանրապես ոնց էր հնարավոր, որ կառավարության ծրագիրը քննարկվեր, հավանության արժանանար, առանց կառավարության կառուցվածքի հարցի քննարկման եւ առանց օրենքով սահմանված հարցերի հերթականության ապահովման։ Հետևաբար ինչ-որ իմաստով մենք այլևս ունենք խախտման փաստը, իսկ ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, դրա քննարկման շրջանակներում էլ արդեն ունենք խախտման հանգամանք։ Ինչպես։ Օրինակ ազգային ժողովի նախագահի տեղակալը պատկերացնում է, որ կառավարության կառուցվածքը ինքնին առնչվում է արդարադատության ոլորտին։ Երբ կառավարության կառուցվածքը արդարադատության ոլորտին եթե վերաբերի, եկեք դատական իշխանությունը որպես առանձին ճյուղ չունենանք։ Այսինքն ես ենթադրում եմ ինչ-որ ձևականության փուլ ենք մտել, իբրև դատարանների անկախության, արդարադատության իրականացման, կարող է վերջին շրջանում օգտագործվող եզրույթի տրամաբանությամբ զիջենք դատական իշխանություն գաղափարը ընդհանրապես։ Մեր կողմից գործընկերը մեր Հարությունը Մնացականյան հստակ ներկայացրեց, որ կարևոր էր օրինակ, որ կառավարության կառուցվածքի քննարկումը ոչ թե լիներ պարզապես անվանումների փոփոխության նախագիծ, այլ իրական կառուցվածքի փոփոխմանն ուղղված առաջարկների մի ինչ-որ ելակետ, համակցություն, օրինակ գյուղատնտեսության նախարարության նախատեսումը։ Լավ, ինչի համար եք դուք այդքան դիմադրում գյուղատնտեսության նախարարություն ունենալու։ Կամ մյուս հարցը, Սփյուռքի նախարարություն ինչի համար չունենանք։ Օրինակ ինչն է խնդիրը։ Իդեպ ես հիշում եմ պարոն Եղոյանի ելույթը Սփյուռքի վերաբերյալ իր բոլոր հակասական,
տեղ-տեղ ոչ ընդունելի, բայց ի վերջո հանգում էր նրան, որ դուք եք չէ պատկերացնում, որ սփյուռքը մեղմ ասած շատ կարևոր է։ Ինչի համար չունենանք նաև այդ ուղղվածությամբ նախարարություն։ Ես իդեպ կարծում եմ, պարոն Եղոյանը որոշակի ժամանակահատված արտաքին հարաբերությունների համար է պատասխանատու եղել, եւ երբ փորձում էր պաշտպանել արտաքին գործերի նախարարության անվանման փոփոխությունը, որին դեմ դիրքորոշում կարծես ուղղված հենց անվանման փոփոխության կարևորությանը կամ անկարևորությանը, հատուկ դրան անդրադարձ չենք ուզում կատարել։ Մենք ուրիշ բանն ենք ուզում հասկանալ։ Իսկ դուք արտաքին հարաբերությունների շրջանակներում, օրինակ ստացվում է այլ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին ասում եք այ առևտուր անողներ, առնել տալով զբաղվողներ, առևտրականներ, որովհետև ես կարծում եմ, եթե արտաքին գերատեսչությանը տենց ընդհանրապես դիմենք, եթե նույնիսկ էության մեջ այդ կոմպոնենտը կա տնտեսական, լավ չի տենց անելը։ Հեչ լավ չի։ Հիմա ես օրինակ պատկերացնում եմ նույն պարոն Եղոյանը այդպես դիմեր օրինակ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուին։ Չեմ կարծում, որ ձեր հետ կհամաձայնվեր։ Ես կարծում եմ կառավարության կառուցվածքի հետ կապված հարցի քննարկումը պետք է լինի կառավարության կառուցվածքի մասին։ Երկրորդը պետք է լինի օրենքով սահմանված կարգի պահպանման տարրական բանա։ Հետևաբար այո, մեր խմբակցության դիրքորոշումն է, որը նաև առաջարկությունով ներկայացնում ենք, որ կառավարության կառուցվածքի մեջ լինի գյուղատնտեսության նախարարություն, լինի սփյուռքի նախարարություն։ Դուք անկեղծ ուզում եք այդ հարցին արձագանքեմ։ Բայց իրականում այո, նես լավ կլներ։ Այո, ես լուրջ եմ այդ հարցին։ Խմբակցության ղեկավարն ասում է կպատաս, հա, չեք կարող, ճիշտ է։ Երկրորդ ընթերցման ժամանակ կարող եք։ Քվեարկությունից առաջ վարման կարգով կարող եք խոսք վերցնել։ Ուրիշ մեխանիզմ չկա, իրոք ուրիշ մեխանիզմ չկա։ Լիլիթ Մինասյան հանում է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ելույթ կա, չկա։ Ուրեմն ելույթ կունենա Իրինա Յոլյանը եւ դա կլինի վերջին ելույթը։ Դուք եք, բայց դուք գրանցված եք, Տիգրան Աբրահամյան, շատ լավ։ Չէ, Տիկին Յոլյան։ Վերջին ելույթը Տիգրան Աբրահամյան։ Համեցեք։ Հետո արդեն եզրափակիչ ելույթը կլսենք։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն։ Խոսում ենք կառավարության նոր կառուցվածքի մասին, բայց իրականում խոսքը անվանումների մասին է։ Եթե նայում ենք արտաքին գործերի նախարարությունը, միջազգային առևտուրը ավելանում, բայց փաստացի դա արձանագրում է, որ էկոնոմիկայի նախարարությունը մինչ այդ ցախողվել է, այսինքն նախարարությունը, որը որ պետք է դիվերսիֆիկացներ մեր առևտուրը արտաքին, այս տարիների ընթացքում չի դիվերսիֆիկացրել, ինչի պատճառով անհրաժեշտություն է փաստացի, ինչպես հասկանում ենք, առաջացել, ստեղծել համապատասխան փոփոխությունը կատարել, համապատասխան ստորաբաժանումը, բայց հետաքրքիր բան ասես Տիկին Գալյանը, որ պարզվում է որևիցե կառուցվածքային փոփոխություն նախարարությունում չի լինելու, այսինքն կուրատոր նախարարի մասով նոր, որպես այդպիսին հայտնի չէ։ Հարգելի ընկերներ, մենք գտնում ենք, որ պետք է լինի համապատասխան փոխնախարար, ով ամեն շաբաթ կգնա դեսպանատներ, դեսպանների, առևտրային կցորդների, հյուպատոսների հետ միասին կքննարկի, բիզնես ֆորումների մակարդակով հանդիպումներ կունենա։ Մենք մի քանի անգամ դա բարձրաձայնել ենք, որ մեր երկրի ղեկավարը, մեր էկոնոմիկայի նախարարը, նախարարները եւ ոլորտային գերատեսչությունների պատասխանատուները արտաքին գծով պետք է որս բերող լինեն։ Պետք է որս բերող լինեն եւ ես շատ կուզենայի, որ մի ձևաչափ լիներ եւ որ տարեկան կտրվածքով մի անգամ համապատասխան դեսպանը, օրինակի համար ԱՄՆ-ում դեսպանը, Ֆրանսիայում դեսպանը կգար Հայաստանի Հանրապետության ազգային ժողով եւ падգամավորներին կներկայացներ, թե ինչ ապրանքաշրջանառություն է նա ապահովել, քանի ընկերության հետ է նա հանդիպել, ինչ է արել, թե չէ այս ժամանակահատվածում խոսքը միայն անվանումների մասին է։ Փորձեմ նաև 20 վայրկյան եթե բարեկեցության մասին խոսել, բարեկեցությունը հարգելի հայրենակիցներ,
նախորդ ծրագրով կիսով չափ այդ աղքատությունը հաղթահարել էր 27-ից դառնար 13։ Հիմա նայում ենք, որ Պարոն հիմա Աբրահամյան, 21.7 է աղքատությունը, թող լինի 20 վերջին տվյալով 5%-ային կետով է իջեցնում, ընդհանուր 15% է ստացվելու, այսինքն եթե դա 10 վայրկյան ավարտում եմ, եթե դա բարեկեցության մասին է, առնվազն աղքատության ցուցանիշը պետք է 2 անգամ նվազեր, ինչպես օրինակ համար դա տեղի ունեցավ Վրաստանում։ Շնորհակալություն։ Տիկին Գալյան, համեցեք եզրափակիչ ելույթի համար։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք կառավարության կառուցվածքի մասին օրենքը եւ ես իմ խոսքում բազմաթիվ անգամներ նշեցի, որ մենք չենք անում լոկ անվանափոխություն։ Մենք փոխում ենք գործառույթ, մենք փոխում ենք տրամաբանություն, մենք փոխում ենք գաղափարախոսություն։ Բայց բարձրացված հարցերից ինձ մոտ տպավորություն է, որ շատերը բավարարվել են միայն նախագծի առաջին էջը կարդալով ու չեն թերթել փաթեթը, չեն տեսել, որ գործառույթների մեջ արվում են համապատասխան փոփոխություններ, երևի բավարար ժամանակ չեք ուզեցել տրամադրել։ Պարոն Վարդևանյան, հեռու եմ այն մտքից, որ դուք չեք տիրապետում սահմանադրությանը եւ օրենքներին։ Պարոն Վարդևանյան, կան սահմանադրական ժամկետներ, որոնք չի կարելի խախտել։ Կառավարության ծրագրի հաստատման համար կան սահմանված հստակ ժամկետներ, եւ քանի որ ձեր քննարկումները հանձնաժողովների նախագահների ընտրության հետ կապված տևեցին ավելի քան պետք է տևեին կամ, չգիտեմ, երևի ժամկետ էլ չկա, որի ընթացքում պետք է ընտրություն իրականացվեր, կառավարության ծրագրի քննարկումը եկավ ընդհատելու ձեր քննարկումները եւ այդպես էլ պետք է լիներ։ Եվ այս հարցը պետք է քննարկվեր հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո միայն։ Խնդրում եմ մի արեք այնպես, որպեսզի մեր ժողովուրդը սխալ պատկերացում կազմի երևույթների մասին։ Դա արդեն ընդգծված գործելաոճ է։ Հաջորդը, ես չասացի փոխնախարար չի լինելու, ես ասացի ես չգիտեմ ով է լինելու կուրատոր փոխնախարարը, որովհետև դա որոշվում է նախարարի հրամանով։ Չասացի, լինելու է առանձին փոխնախարար միանշանակ։ Ես ասում եմ, իհարկե, բարեկեցության վերանվանումը չի նշանակում, որ մարդիկ հաջորդ օրը դառնալու են բարեկեցիկ, գալիս ասում եք, այո, չի նշանակում, որ մարդիկ դառնալու են բարեկեցիկ։ Բայց ես ինչի մասին եմ խոսում, ես ասում եմ, մենք ձգտելու ենք դառնանք բարեկեցիկ եւ դրան են միտված լինելու մեր քաղաքականությունները, արդեն ծրագրով նախանշված է, թե ինչին են միտված քաղաքականությունները։ Եվ վերջում, ափսոս երկար ժամանակ չունեմ, իմ ազգանունը Գալյան է, G-A-L-Y-A-N, ուշադիր եղեք։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, հիմա քվեարկություն ա լինելու։ Խնդրում եմ լռություն։ Խնդրում եմ լռություն։ Մի վարքյան, հեսա կհայտարեմ, հետո վարման կարգի վերաբերյալ կխոսեք։ Հարգելի պատգամավորներ, քվեարկության դրվող այս փաթեթում սահմանադրական օրենք կա, ուստի նախագծերի փաթեթը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն 63 հոգի առնվազն պետք է կողմ քվեարկի։ Քվեարկությանը դրվում կառավարության ներկայացած կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Վարման կարգի վերաբերյալ Էդգար Ղազարյան։ Քանի որ ինձ խոսք փոխանցելուց առաջ նիստը նախագահողը նաեւ փորձեց անհարկի որակում տալ իմ մասնագիտական կարգավիճակին եւ գործունեությանը, ես դա համարում եմ անթույլատրելի եւ կոչ եմ անում նախագահողին այսուհետ падգամավորներից որևէ մեկի պարագայում նման անհաջող փորձ չիրականացնել եւ ցուցաբերել կոռեկտություն եւ զսպվածություն առավել եւս, որ նախագահողի կարողությունները բավարար չեն որևէ մեկի մասնագիտական ունակությունները գնահատելու համար։ Հարգելի գործընկերներ, ես շարունակում եմ պնդել, որ Էդգար Ղազարյանը ուժեղ Հայաստանի ամենաուժեղ իրավաբանն է եւ նաեւ ամենաչափված ձևվածը։ Վարման կարգի վերաբերյալ Արամ Վարդևանյան։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, բոլոր դեպքերում կարծում եմ առավել քան կարևոր է, որ արձանագրվի այն հանգամանքը,
որ այդպես էլ արդարադատության նախարարի կողմից կամ ավելի հստակ ընդգծենք կառավարության ներկայացուցչի կողմից որևէ իրավական հիմք, թե ինչի համար է կառավարության ծրագիրը քննարկվել նախքան նույն այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը չի ներկայացվել։ Եվ առիթից օգտվելով նաև պետք է ընդգծել, որ թե կառավարության ծրագրի հավանություն տալու մասին ազգային ժողովի որոշումը, թե հաջորդի որոշ այլ հանգամանքներ իրավական գործողությունների առարկա դառնալու են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն վարման կարգի վերաբերյալ Արթուր Խաչատրյան եւ կլինի վերջինը։ Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև առաջի երկու փոփոխությունն են բացառապես մարքեթինգային նշանակություն, խորքային որևէ փոփոխություն իրենց մեջ չեն ենթադրում։ Երկրորդը, ինչ վերաբերում է արտաքին առևտուր եւ միջազգային առևտուր եւ արտաքին գործեր, եթե լսենք ձեր տրամաբանությանը, արտաքին գործերի նախարարությունը պետքա կոչենք առևտրի նախարարություն բրծնենք։ Ստեղ իրոք խորքային փոփոխության այլն փոխանակ կարգործ նախարարությունը օժանդակի պրոֆիլային նախարարությանը, որը ապահովի որ մեծանա մեր միջազգային առևտուրը, հակառակն է կանում։ Արգնան պետք է աջակցի էկոնոմիկայի նախարարությանը եւ ոչ թե հակառակը։ Չորրորդ, ձեր վարած քաղաքականության արդյունքում յուղատնտեսությունը 2026 թվականի առաջի կիսամյակի տվյալներով ընդամենը 6.6%-ն է կազմում հնայի, այն դեպքում երբ ընդհանրենք 2018 թվականին ավել քան 15% էր։ Պետք է ստեղծվի առանձին գյուղատնտեսության նախարարություն եւ սփյուռքի նախարարություն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, վերջ, քվեարկություն։ Կողմ 63 դեմ 33 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է, հարգելի գործընկերներ, հիմա 16-ից 15 է, 3 ժամ հատկացվում է առաջարկությունների համար, եթե այդպիսի կլինեն, խնդրում եմ ուշադիր լինել մոտավորապես ժամը, որոշում ճիշտ է, հարգելի պատգամավորներ, ներողություն։ Նախագծերի այս փաթեթը հեղինակի առաջարկությամբ պետք է քննարկենք հատուկ ընթացակարգով, այն է երկրորդ ընթերցմամբ, քննարկումը կազմակերպենք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար սահմանել առնվազն 3 ժամ, այժմ քվեարկության ենք դնում համապատասխան նախագիծ, այսինքն ռեժիմի մասին 24 ժամյա, քվեարկություն։ Այ հիմա հարգելի գործընկերներ, որոշումն ընդունվել է, մոտավորապես ժամը 7:15-ի կողմերը 20, մենք երկրորդ ընթերցումը կսկսենք, վարման կարգով Սերգեյ Բագրատյան ու կընդմիջվենք, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, այդ որ վարման կարգով բոլորին կարելի է, ընդդիմությանը կարելի է, իշխանությանը չի կարելի։ Ռեպրեսիաներ եմ էլի կիրառում։ Կիրառում, հիմա երկրորդը ոնց որոշեցիք էլի, որ այս կառավարության կառուցվածքը եւ կառուցվածքի փոփոխությունը սահմանադրական օրենք է։ Ես նայել եմ սահմանության մեջ կառուցվածքը սահմանադրական։ Միանգամից ասեմ, պարոն Բագրատյան, քանի որ արտաքին գործերի նախարարության անվանումը սահմանադրության մեջ նշված է, սահմանադրական օրենքների մեջ, հետեւաբար եթե փոփոխվում է սահմանադրական օրենքների մեջ էլ արտաքին գործերի նախարարության անվանումը փոխվում է, ավտոմատ դառնում է որ փաթեթի մեջ սահմանադրական օրենք, այսինքն ոչ թե ինքնին կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծն է սահմանադրական օրենք, այլ փաթեթի մեջ մտնող օրենքները։ Պարոն Ռուբինյան, օրենքն ասում է, եթե տվյալ օրենքը սահմանադրական չի, նրա փոփոխությունը չի կարող սահմանադրական։ Փաթեթի մեջ կա սահմանադրական օրենք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, ընդմիջում։